Մայրաթոռում ջրակալույցի Սուրբ Պատարագ է, որի ընթացքում եկեղեցին ավետում է բարի լուրը՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Հենց այդպես են այսօր ու վաղը քրիստոնյա աշխարհում մարդիկ ողջունում միմյանց։ Այսօր հավատացյալները եկեղեցուց վառած ջրակներ են իրենց հետ տուն տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։ Մայր տաճարում պատարագի ավարտին սպասվում է նաև ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը։ Այն կարևորվում է հատկապես Հայաստանի վարչապետի երեկվա ու այսօրվա հայտարարությունների ֆոնին։ Մինչև ջրակալույցի պատարագը Մայրաթոռը արդեն դատապարտող հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների գործողությունն անվանել հերթական հակաեկեղեցական քայլ, վեհափառ հայրապետի դեմ հերթական հայտարարության ստորագրումը սահմանադրության և եկեղեցու իրավունքի խախտում։ Սա սահմանադրության խախտում է և հուսանք, որ իրապահ մարմինները անդրադարձ կունենան։ Չգիտեմ, ինչքանով դա արդարացված է այդ հույսը, բայց ամեն դեպքում։ Մայրաթոռը շեշտել է եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման հարցերը պետք է քննարկվեն բացառապես եկեղեցական մարմիններում և դատապարտելի է որևէ արտաքին ճնշում կամ միջամտություն։ Մայրաթոռը նկատել է նաև, որ Տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսները մինչ օրս չեն մասնակցել ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ նախատեսված քննարկումներին։ Ջրակալույցի պատարագին Հայաստանի վարչապետը մասնակցել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում հակաեկեղեցական արշավին միացած եպիսկոպոսների հետ։ Նիկոլ Փաշինյանի եկեղեցի ժամանելուց առաջ կրկին մեծաթիվ ոստիկանական ուժեր, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ են եկել Սուրբ Սարգիս եկեղեցու բակ։ Սկանդալային մի գրագրություն է հրապարակել 168-ը։ Աղբյուրը պնդում է, որ այս լուսանկարում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ցուցումն է, որը տարածվել է հեռախոսային հավելվածներից մեկում բացված թեմի քահանաների փակ խմբում։ Ըստ այդ տեքստի, Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա ջրակալույցի Սուրբ Պատարագին պետք է կարդալ Նիկոլ Փաշինյանին միացած Նավասարդ Կճոյանի ուղերձ քարոզը, իսկ վաղվա պատարագին վեհափառ հայրապետի Սուրբ Ծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ։ Արարատյան հայրապետական թեմն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին 13:30-ին հրավիրում է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից եւ կուղղվի դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Միանալով Փաշինյանի հրավիրած ուխտերթին քաղաքացիները իրենց աջակցությունը կհայտնեն առաքելական եկեղեցու բարենորոգմանը։ Որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է եւ մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Փաշինյանը հավատացրել է, որ երթը լինելու է խաղաղ, մեջբերում, լեցուն քրիստոնեական սիրով, միաժամանակ կոչ անելով տակ հագնվել, քանի որ ցուրտ է։ Քաղաքացիներին ուխտերթի հրավիրելուց առաջ Հայաստանի վարչապետը իր կեցավայրում հանդիպել էր իր հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներին ու միասին մի հայտարարություն էին ստորագրել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց վեհափառի հեռացումից հետո կընտրվի եկեղեցու նոր կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս։ Հայտարարություն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման անվանումը ստացած հայտարարության մեջ նրանք Գարեգին II-ին անվանել են մեջբերում եկեղեցու փաստացի պետ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ջրակալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի 7 ամիսների ընթացքում Գարեգին II-ը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել։ Տարեմուտի իր ուղերձում վեհափառը կոչ էր արել դադարեցնել մեջբերում եղբայրադավության քայլերը։ Սիրելի հայրենակիցներ, Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը եւ հակադրվել եկեղեցուն։ Իր Facebook-յան էջում գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը Փաշինյանի եպիսկոպոսների հետ կառավարական տանը հանդիպելը համարել է հեգնական, ընդգծելով, որ այդ տունը բարերար Սամվել Կարապետյանն է նվիրել Հայաստանին։ Մեր երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը, ոչ միայն խոսքով, գրել է Կարապետյանը։
Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից Սուրբ Ծննդյան ուղերձով են հանդես եկել Բագրատ եւ Արշակ arczepiskoposները, նշելով, որ 2025 թվականը հալածանքների եւ փորձությունների ժամանակատված էր, որի գնահատականը նրանց խոսքով կտան պատմությունն ու սերունդները, սակայն մեջբերում մեզ համար այն դարձավ ել ավելի հաստատվելու, զորանալու եւ հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան։ Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով եւ մեկ հաղթանակով Հայաստանի եւ հայության, մեր Սուրբ եկեղեցու արդարության, ճշմարտության եւ պատվի հաղթանակով օրհնված տարի, դեպի ազատագրում եւ հաղթանակ, ասվում է arczepiskoposների ուղերձում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքի դատարան։ Նրա դեմ մեղադրանք կներկայացվի։ Ավելի վաղ Նյու Յորքում նրա կալանավայրի դիմաց հարյուրավոր ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացրել։ Ցուցարարները տարբեր գրառումներով պաստառներ էին պահել, վանկարկել ոչ պատերազմին կարգախոսը։ Մեծ Գրելանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից։ Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս պահին Գրելանդիան ծածկված է ռուսական եւ չինական նավերով։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը Քեյթի Միլլերը քարտեզի լուսանկար է հրապարակել, որտեղ Գրելանդիան ԱՄՆ-ի տարածքում է ներառված։ Դրանի պատասխան Դանիայի վարչապետը կոչ է արել Դոնալդ Թրամփին դադարեցնել Գրելանդիան զավթելու սպառնալիքները։ Մետե Ֆրեդերիկսենն ասել է, որ բացարձակապես անիմաստ է խոսել Միացյալ Նահանգների Գրելանդիան զավթելու անհրաժեշտության մասին, նշելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության 3 երկրներից որևէ մեկին։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել հանուն հայրենիքի պաշտպանության։ Նա վստահեցրել է, որ ժողովուրդը կպաշտպանի իրեն, եթե ԱՄՆ-ն փորձի գերեվարել, ինչպես Մադուրոին։ Եթե նրանք ձերբակալեն նախագահին, որին իմ ժողովրդի զգալի մասը սիրում եւ հարգում է, կոլումբիացիներն ազատ կարձակեն ժողովրդական Յագուարին, ասել է Պետրոն։ Այս ամենին զուգահեռ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբան մոտ է փլուզմանը վենեսուելական նավթի ստացված եկամուտների բացակայության պատճառով։ Չեմ կարծում, որ մենք պետք է որևէ գործողություն ձեռնարկենք, թվում է, թե այն պարզապես փլուզվելու է, նշել է ԱՄՆ նախագահը։ Իրանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը համընկել է արտաքին ռազմական սպառնալիքի հետ։ Իշխանություններն այս պահին չունեն հստակ ծրագիր, ինչպես կանգնեցնել տնտեսության անկումը, որը դարձել է բողոքների հիմնական պատճառը։ Սա տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ անկման ֆոնին։ Միևնույն ժամանակ Թեհրանը պատրաստ չէ միջուկային ծրագրի շուրջ այնպիսի զիջումների, որոնք կարող էին նվազեցնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի ճնշումը։ Արդեն մեկ շաբաթ շարունակ երկրում բողոքի ցույցեր են ընթանում, թեև դրանք դեռ չեն հասել 2019 եւ 2022 թվականների մեծ ապստամբությունների մասշտաբներին, այնուամենայնիվ անհնազանդությունները լուրջ անհանգստության պատճառ են դարձել Իրանի ղեկավարության շրջանում եւ արագ արձագանք են ստացել ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանում սպանվեն խաղաղ ցուցարարներ, երկիրը կանցնի գործի։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հրապարակայնորեն աջակցություն են հայտնել բողոքներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վենեսուելայում տեղի ունեցած քայլը պետք է լուրջ ազդակ լինի մյուս երկրների համար, որը ենթադրվում է վերաբերում է Իրանին։ ԱՄՆ-ի հայտարարություններից հետո Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել, քննարկելով թե բողոքների վերահսկման, թե ռազմական հնարավոր հարվածների սցենարները։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրապարակայնորեն ընդունել է, որ այս պահին չունի հստակ լուծումներ երկրի խնդիրների համար, նշելով, որ անարդար քաղաքականությունը չի կարող հաջողություն ունենալ եւ իշխանությունները պետք է լսեն ժողովրդին։ Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ խռովարարներին պետք է իրենց տեղը ցույց տալ տնտեսական խնդիրների եւ ազգային արժույթի անկման համար մեղադրելով արտաքին թշնամիներին։ Ըստ Times պարբերականի նա պատրաստվում է գնալ Մոսկվա, եթե Իրանում անկարգությունները սրվեն։
Բողոքների ցույցերը հիմնականում Իրանում անցկացվում են փոքր քաղաքներում, աղքատ շրջաններում եւ համալսարաններում։ Դրանց հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թեհրանի մեծ մասում կյանքը բնականon ընթացքի մեջ է, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ իրավիճակը կարող է սրվել։ Իրանամեջ ժողովրդավար ակտիվիստների խումբը կոչ է արել անվտանգության ուժերին չկիրառել բռնություն, հայտարարելով, որ Իրանի ապագան հնարավոր է միայն Իսլամական Հանրապետության իշխանությունից հրաժարվելու դեպքում։ Իրանում այսուհետև գործելու է միայն մեկ փոխարժեք՝ կա բացառություն դեղորայքի եւ ցորենի գնման համար։ Մինչև այդ Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը եւ պաշտոնական արտոնյալը։ Ըստ Իրանի իշխանությունների արտոնյալ փոխարժեքը չի արդարացրել իրեն եւ չարաշահումների, կոռուպցիայի, սուբսիդիաների վատման եւ հարակից այլ խնդիրների պատճառ է դարձել։ Միաժամանակ փոխարժեքի սահմանափակումն առաջացրել է մտավախություն, որ առաջնային նշանակության ապրանքները կարող են թանկանալ։ Այդ ռիսկը մեղմելու նպատակով Իրանի կառավարությունը սոցապահովման նոր ծրագիր է մեկնարկել, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական 1 միլիոն թումանի էլեկտրոնային կուպոն է ստանալու եւ հատուկ խանութներում կարող է գնումներ կատարել։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ Բրիջիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի։ Նրանք համացանցում լուրեր են տարածել, որ երկրի նախագահի կինը տղամարդ է եղել։ Մեղավոր ճանաչվածների թվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, անշարժ գույքի գործակալ, ուսուցիչ եւ սոցիալական աշխատող։ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ գաղտնալսել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի հեռախոսազրույցները, որոնք նա վարել է հիմնականում նախագահական ինքնաթիռից։ Նման բացահայտում է արել գերմանական Die Zeit պարբերականը։ Հետախուզությանը հաջողվել է պարբերաբար հետևել բանակցություններին Բարակ Օբամայի ինքնաթիռի կապի վերծանման թույլ պաշտպանվածության շնորհիվ։ Գաղտնալսումները սկսվել են դեռևս Ջորջ Բուշ կրտսերի օրոք եւ դադարեցվել են միայն 2014 թվականին, այն բանից հետո, երբ բացահայտվել է նաեւ Հիլարի Քլինթոնի զրույցների հասանելիությունը։ Հատկանշական է, որ այդ ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը հավանաբար տեղյակ չի եղել այս գործողություններից, քանի որ ծրագրությունները ոչնչացվել են ընտրյալ ղեկավարների կողմից ընթերցվելուց հետո։ Սակայն ստացված տվյալները օգտագործվել են կանցլերի գրասենյակ ուղարկվող վերլուծական նյութերում։ Այս բացահայտումն առանձնակի նրբություն է ստանում նրանով, որ հենց այդ նույն ժամանակահատվածում Մերկելը խստորեն քննադատում էր Վաշինգտոնին իր հեռախոսի գաղտնալսման համար, հնչեցնելով իր հայտնի թեզն այն մասին, որ ընկերների հետևից լրտեսելը անընդունելի է։